Ավետարանը Հովհաննեսի և բանը մարմին դարձավ, սկզբից էր բանը, և բանն Աստծո մոտ էր, և բանն Աստված էր, նա սկզբից Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է, կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր, և լույսը խավարի մեջ լուսավորում էր, և խավարը նրան չնվաճեց։ Կար մի մարդ, Աստծուց ուղարկված, նրա անունը Հովհաննես, սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով, նա լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին, այդ ճշմարիտ լույսն էր, որ լուսավորում էր ամեն մարդու, որ աշխարհ է գալու, նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց, յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին, իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու, նրանց, ովքեր իր անվամբ կհավատան, նրանք Աստծուց ծնվեցին և ոչ թե այրունից, մարմնի ու մարդու կամքից։ Եվ բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը, փառք, որ Հայրն է տալիս միացնի, ի շնորհով ու ճշմարտությամբ։ Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում էր. «Սա է, որի մասին ասեցի, թե իմ հետևից է գալու, ահա ինձանից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»։ Մենք բոլորս նրա լիությունից շնորհի վրա ստացանք, որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսնի, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է, նա նրա մասին մեզ հայտնեց։